Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Ժողովրդական խոսք է, չէ՞ որ դիմացինը ցույց խոսում, ասում են սուտը մեռնի։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իրականությունը կեղծում է, երբ խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե զինծառայության ժամկետը կես տարով կրճատելով բանակի թվաքանակը չի կրճատվում, քանի որ զինված ուժերը համալրվել են պայմանագրայիններով։ Հազարավոր քաղաքացիների ամեն տարի 25-օրյա վարժական հավաք անվան տակ, նաև սահմանադրական որոշ դրույթներ խախտելով 15 օրով ինչ են անում մարտական հերթապահության։ Եթե պրոֆեսիոնալ բանակը դարձրել են, հազարավորները համալրել են, ապա ինչպես հասկանամ, որ ամեն ամիս երկրապահ կամավորականների միությունը, իհարկե փառք ու պատիվ են բոլոր տարիքն առած պապիկներին արդեն կարելի ասել, որ նորից գնում են հայրենիքի սահման պաշտպանում։ Ինչու համար է հարյուրավոր երկրապահների անվան տակ այդ բոլոր կամավորականներին առաջնագիծ հանելը։ Բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պնդումը, թե զինծառայության ժամկետը կես տարով կրճատելով բանակի թվակազմը չի կրճատվելու, կասկածի տակ է դնում նաև խորհրդարանական հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանը։ Իմ տեսածնույն վերլուծությունները ցույց են տալիս, որ այս կրճատումը, պարտադիր ժամկետային ծառայությանը 6 ամսով կրճատումը բերելու է բացական բալանսի, սա մեկ։ Այսինքն բանակի կրճատումը։ Այո, ըստ էության բերելու է բանակի կրճատմանը։ Այն, որ Հայաստանի զինված ուժերը համալրման կարիք ունեն ու նաև այդ պատճառով են վարժական հավաքների մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ, ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանի ամբիոնից հաստատեց նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է մեկ ամսում լուծվել զինված ուժերի համալրման խնդիրը։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքների ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Ես համոզված եմ, որ այս եղած փոփոխությունը շատ ավելի մեծացնելու է այն ճեղքվածքը, որը գոյություն ունի զինված ուժերում եւ բնականաբար դա բերելու է մեր երկրի խոցելիության աճին։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է, թե իհարկե առաջացած ճեղքվածքը փակելու համար պաշտպանության նախարարությունը հետագայում կարող է առաջնագծում նոսրացնել պաշտպանական գծերը կամ մարտական դիրքերը, ավելի մեծ թվով պահեստազորայինների ներգրավել, ԵԿՄ անդամների թիվն ավելացնել մարտական հերթապահության մեջ, բայց եթե խոսում են բանակի մարտունակության մասին, ապա դրա հիմքում պետք է լինեն կանոնավոր զորքերը։ Վերցնել եւ կարճաժամկետ կտրվածքով գնահատել պատերազմի հավանականությունը եւ գնալ այսպիսի փոփոխությունների, սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու ճանապարհն է։ Աբրահամյանի կարծիքով, եթե պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը կայացվող որոշումների վրա իրական ազդեցություն ունենային, ապա եղած իրողությունների պայմաններում որևէ պարագայում այս քայլին չէին գնա։ Աբրահամյանի խոսքով որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի 3, 4, 5 տարի հետո։ Եվ եթե անգամ հավատան, որ Ադրբեջանն առաջիկա 1-2 տարում Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ապա ինչ կլինի, եթե տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն լինի եւ համալրման կարիք առաջանա։ Ինչ է անելու այդ ժամանակվա իշխանությունը։ Մեր զինված ուժերի ղեկավարությունը այլևս դարձել է քաղաքական իշխանության կցորդը, որտեղ ամեն գործողության համար ոչ թե ռազմական գիտության իման վրա որոշումներ կայացնելով է ամեն ինչը որոշում, այլ շեֆը ինչ կասի։ Ինչու է այդ դեպքում իշխանությունը ընդդիմադիրների կողմից մատնանշված հնարավոր վտանգների պարագայում գնում այդ քայլին։ Քվե Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը եւս նշում է, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը նախընտրական քայլ է անում։ Պատգամավորը սակայն միաժամանակ նշում է, թե նաեւ խելամիտ կասկած կա, որ Հայաստանի իշխանության այս որոշումը կարող է կապված լինել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Նաեւ, այսպես ասած, ռևանշի չգնալու երաշխիք։ Գեղամ Մանուկյանը նշում է, որ իհարկե հաջորդ տարի իրենց երեխաներին բանակ ճանապարհող ծնողները կուրախանան, որ 2 տարվա փոխարեն իրենց զավակները 1.5 տարի են ծառայելու, սակայն նաև զգուշացնում է։ Իրենց զավակը 2 տարվա փոխարեն 1.5 տարի ծառայելու ժամանակ ոչ թե 15 օր է լինելու առաջնագծում, այլ շատ ավելի երկար, այն 6-ը 8-ի փոխարեն են ծառայելու։
Որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Իդեպ, թեև վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ժամկետային զինծառայության կրճատումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարից, սակայն խորհրդարանում այս նախագծի շուրջ քննարկումները չեն էլ սկսվել։ Եթե Նիկոլ Փաշինյանն առաջ ասում էր կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ, այս հայտարարությունից հետո ասեց ազգային ժողովն եմ ես։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվեցին անդրադառնալ այս թեմային։